Հարգելի հետևորդներ, ողջունում եմ բոլորին Մարսելից։ Այսօր մարտի 28-ն է եւ ինչպես նախապես ասել էի, Մարսելում կկայանան Սողոմոն Թեհլերյանի հիշատակին նվիրված հարգանքի տուրքի միջոցառումներ։ Այդ միջոցառումները անցնելու են հայկական Բոմոն թաղամասում, ես այստեղ եմ եւ մի փոքր լուսաբանեմ այդ միջոցառումները։ Հիմա 9:30 է, ուրեմն սկսվելու է ժամը 10-ին միջոցառումները, բայց հիմա բացատրեմ ինչու են այստեղ այսքան ոստիկաններ եւ այս էվակուատորի մեքենաները շատ մի պարզ բանով, որովհետեւ այսպիսի միջոցառումները նախապես ուրեմն համաձայնեցվում են թաղապետարանի հետ եւ թաղապետարանն էլ իր կողմից արդեն ապահովում է այդ միջոցառման անվտանգությունը եւ հիմա այստեղ ուղարկել է ոստիկանություն այդ անվտանգության միջոցառումները ապահովելու համար։ Իսկ ինչու են էվակուատորները, որովհետեւ ձեզ ասեմ, ուրեմն քայլերթ է սկսվելու այս փողոցներից եւ եթե նախորդ զգուշացվել են ուրեմն վարորդները այս փողոցի, որ այստեղ մեքենաներ չկայանեն, ճիշտ է, մենակ իմ մեքենան այն այնտեղ կայանե, ինձ թույլատրեցին որպես միջոցառման մասնակից, եթե այստեղ մեքենա գա կանգնի եւ վարորդին չգտնեն, իրանք էվակուատորով այդ մեքենան հեռացնելու են։ Փորձենք լուսաբանենք միջոցառումը։ Ներկու խոսքել ռուսերեն, уважаемые подписчики, добрый день. Из Марселя сегодня в Марселе пройдет День памяти народному мстителю Согомону Телеряну, который в 1921 году в Берлине застрелил, я бы сказал, казнил главного виновника геноцида армян в Османской империи Таляту Паши. Я сегодня здесь и немножко сниму все это на камеру происходящее. Пару слов, почему так много тут полицейских и эвакуаторов, поскольку такие мероприятия заранее согласуются с мэрией, а мэрия в свою очередь берет на себя ответственность безопасности этих мероприятий и высылает полицейских для организации безопасности этого мероприятия. Почему эвакуаторы? Потому что тут пройдет шествие, вот снизу он найдется, начнется шествие, там армянская церковь. И заранее были предупреждены водители соседних домов, чтобы машины не ставили. Если какая-то чужая машина придет, тут поставить машину водителя не найдут, придется эвакуировать. Ну, там только одна единственная машина, это моя. Мне разрешили как оператор, вот так скажем. Հարգելի հետևորդներ, նախ ներկայացնեմ այս կիսանդրի հեղինակին, վարպետ Թումանյան Ռաֆին։ Ռաֆի ջան, ողջույն։ Քանի որ Ռաֆին չունի Facebook-յան էջ, ես մի երկու ողջույններ փոխանցեմ, քանի որ ես նախորդ անոնսը տեղադրել եմ այս միջոցառման եւ քեզ բարևներ են ուղարկել Ռաֆի ջան, իսկ մասնավորապես մի կոնկրետ մի ողջույնի անդրադառնամ, դա քո դասընկերուին Շողիկ Թոքմաջան, ճիշտ եմ ասում։ Այո։ Քեզ բարև ա ուղարկում, այնպես որ բարևը փոխանցում։ Շնորհակալ եմ, Շողիկ ջան։ Վարպետը հիշեցնեմ, որ ինքը ծնունդով Լորեցի է, Թումանյանի Դսեղ գյուղից է, հենց չէ, ծնունդով ասեցի, վարպետ ջան, անցնենք նոր հետո որտեղ ես ապրում։ Դրա համար ազգանունն էլ Թումանյանն է, հենց Թումանյանի մեր բանաստեղծի մեծարգո ազգականն է։ Բայց հիմա բնակվում է Գյումրիում։ Ճիշտ է։ Ահա, եւ ասեմ, որ վարպետը ինքը մենակ այս կիսանդրին չի, հարգելի հետևորդներ, ինքը մոտ 20 տարի է համագործակցում այստեղ Ֆրանսիայում, չէ, տարբեր կազմակերպությունների հետ եւ ամբողջ Ֆրանսիայի տարածքում, ինչ եմ նշում Ֆրանսիայի, որտեղ մեծամասամբ Ֆրանսիայի տարածքում տարբեր այսպիսի քանդակներ ունի, Խաչքարերից սկսած, չէ, այսպիսի կիսանդրիներից վերջացած եւ ոչ միայն Ֆրանսիայում, Եվրոպայի տարբեր քաղաքներում, ճիշտ է, վարպետ ջան։ Այնպես որ վարպետ ջան մի հատ էլ բարևներ ուղարկի։ Բարևներ բոլորին, իմ ծանոթներին, շնորհակալ եմ իրենցից։ Վարպետ ջան, մենք էլ Շողիկին Վարպետ ջան, մենք էլ ենք շնորհակալ այսպիսի սենց հաճելի պահեր մեզ պարգևելու, որովհետև հիմա այս միջոցառումը կանցնի հենց քո ստեղծած կիսանդրի մոտ։ Հարգելի հետևորդներ, ես բարև միացած թեքեմ ցույց տամ, որ Տեր Կոմիտասն էլ եկավ, Տեր Կոմիտասյան, որ Սուրբ Գևորգ եկեղեցու քահանան, ճիշտ է։ Հետո հեսա կանդրադառնանք ինքը կորնի ոնց են ասում, օրհնություն կտա այս միջոցառմանը, ահա, եւ Տեր Արշենը։ Հարգելի հետևորդներ, ուրա բա որ փախավ Հեքիմյանը։ Մի հատ էլ գնանք Հեքիմյանին, պարոն Հեքիմյանին ներկայացնենք, իր մատնել է խառը այս միջոցառմանը, գնանք։ Հարգելի հետևորդներ, ուզում եմ ներկայացնեմ նաև պարոն Հեքիմյանին, ով անմիջական կապ ունի այս միջոցառման հետ, քանի որ այս կիսանդրի նախաձեռնողը, որ այստեղ տեղադրվի, հենց եղել է պարոն Հեքիմյանը, հենց կիսանդրի վրա քանդակացել է իր անունը,
պարոն Հեքիմյանը մեծ բարերար է այստեղ Մարսելում եւ շատ մեծ բաներ արել Հայաստանի համար կոնկրետ։ Պարոն Հեքիմյան ջան, բարև ձեզ։ Բարև։ Շնորհակալություն ձեզ մի անգամ եւս կրկին այսպիսի ցես գեղեցիկ միջոցառման կազմակերպելու համար։ Alors ինչպես այսօր նորեն մեծ օր մի դիլա Սուլոմոն Տերյանին մասին եւ այլ բիդի արկավի բոլոր դպրոցները երիտասարդները բիդի կան եւ այլ ադոնքոր բարձրացություն ունին վեճորի շվի ամեն դարի Սուլոմոն Տերյանին անունը արցանին արչեվը։ Շնորհակալ Եկես ցերկայություն քո, երիցի կամքով, որպես դեպինս երեքրի, ըստաց մեր հանապազոր, դուր մեզ այսօր, և թող մեզ սպարտից մեր, որպես և մեր կողունքվելով սպարտաբանած, և մի տանիրս մեզի փորձություն, այլ պրկյազ մեզ իչարեն, սիկոյակայություն և զորություն և հար հավիտյան ըստավիդենից, ամեն։ Մեր ննջե Celos Yevisha vor mutia kansiginexur ariam
Հարգելի դեպորդներ, միջոցառումը ավարտվեց, հարգանքի տուրքը մատուցվեց մեր հերոսին եւ ինչպես ասում են կոչանչանա այն ազգը, ով չի հիշում իր պատմությունը եւ հերոսներին։ Մինչ նոր հանդիպում, հարգելի դեպորդներ, առայժմ